այստեղ հուշարար թուղթ ունեմ։ Ուրեմն ասեմ, իմ նախորդ 11 գրքերը, վեպերը չեմ հիշում, որ ընթերցողը իմացած լինի, թե ինչ եմ գրում։ Հիմնականում փակվել եմ թեման այնպիսին է եղել, որ պարտադիր չէ, որ դրսում իմանան, թե ներսում ես ինչ եմ գրում, այդպես ավելի ապահովել և խանգարումներ չէին լինի։ Ինչու համաձայնեցի այս ֆորմատը, նաև երբ ես հայտարարեցի, որ հաջորդ գրքի վերնագիրը լինելու է այս կարդինալ, քանի որ բոլորս գիտենք, որ մենք ունենք կարդինալ ասելով հասկանում ենք Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանին, որովհետև մինչ այդ որոշ շրջաններում զրույց և պատմաբաններ են և հոգևորականներ խիստ հակասական կարծիքներ կային իմ ապագա հերոսի հետ կապված ու շատ հայտնի մարդիկ նույնիսկ ոչ միայն զանգել, եկել նստել են, խորհուրդ են տվել, որ այս վեպը չգրեմ, որ նախորդների պես չի լինելու, որ ինչ-որ կարող արշավ սկսեն, ոմանք և այլ։ Ինձ դա ավելի հետաքրքրեց և ուզեցա լսեմ և հենց դրա համար էի հանրությանը տեղակ պահել, թե ինչ եմ ուզում գրեմ։ Աղաջանյանի մասին առաջին անգամ չի գրվում, սև նստած է մեր շատ հարգելի Գոհար Ռշտունին և ուզում եմ, որ տապահարենք Տիկին Գոհարը գրել է կարդինալի մասին հրաշալի գործ, ամբողջ խնդիրը նրանում է, որ ինձ պետք էր ուղղություն բացասական կարծիք ունեցողներին գտնելու, հեշտությամբ գտա և շատ ինչ որ բացասական իր մասին կա, խնդրեցի, որ ինձ տան, համապատասխան կառույցները տրամադրեցին, հոգևոր նաև ինձ համար լրիվ հստակեցվեց, որ այս մարդուն ուղղակի չեն ճանաչել, քանի որ իր կեցվածքը, համոզմունքները, այսպես ասենք, սովետական ռեժիմը չի ընդունել մարդը ու KGB կոչվածը բոլոր կառույցներով արտաքին ուրեմն հետախուզություն, նաև արտաքին գործերի նախարարություն, ԽՍՀՄ-ի նկատի ունեմ, աշխատել են բացասական ներկայացնել կարդինալ Աղաջանյանին, որ Սփյուռքում հայրություն է եղել ամբողջ Սփյուռքին, այսպես ասեմ, և իմ ճանաչած այն քիչ մարդկանցից է, որ շատ մեծ ավանդ ունի հայության համար, մի քիչ տարօրինակ կարող է թվալ, թե ինչու եմ այսպես սկսում, երբ նույնիսկ մարդուն դավաճանել են համարել։ Սկսվեց դա 46 թվականից, ես բավականին նյութեր, ինչպես ինձ հետևողները գիտեն, շատ երկար տևեց այս պրոցեսը, որովհետև Ռուսաստանի պետական արխիվները պետք, Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվ է պետք մտնել և հատուկ ծառայությունների և մինչև որ այդ ամբողջը իմի չբերի, ինձ համար շատ բան հստակ չէր դեռ։ Ամեն ինչ սկսվեց 46 թվականին, և որ
Ստալինը ես օրով ժամով սա դուրս եմ գրել 45 թվականի նոյեմբերի 21-ին Ստալինի որոշումն էր արտասահմանի սովետական Հայաստան հայերի վերադարձի մասին։ Հայրենադարձությունը ամենամեծ հայրենասիրությունն է, որ քարոզվեց եւ այլն եւ այլն։ Եվ հանկարծ մի քանի ամիս առաջ կարդինալ դարձած Աղաջանյանը դեմ է խոցում հայրենադարձությանը։ Ու այդտեղից ամեն ինչ սկսում է բացասական ալիքը եւ բայց նա ավելի ինֆորմացված էր, քան հայությունն ընդհանրապես։ Ու դրա այն ինչ ինքը ասում էր, ցավոք մարգարեական էր եւ այսպես է կատարվեց, հայրենադարձությունը 48-ի վերջին տապալվեց, խայտարակ ձևով, այն մասշտաբները, որ պետք է ընդգրկեր, բացարձակ չմոտեցավ, եւ ստեղ կա ուրեմն ես դուրս եմ գրել արխիվից Հայաստանի գլխավոր դատախազի զեկույցը առաջի քարտուղարին։ Գրում եմ գլխավոր դատախազ Մեղավորյանը։ Վերաբնակեցումը արդեն սկսված 6 ամիս հետո զեկույց է գրում։ Արդեն գալիս եմ, եկել եմ, գալիս եմ։ Հայաստանի վերաբնակեցման վարչությունը 1946 թվականին պիտի ավարտեր 600 բնակարանային շենքերի կառույցումը, բայց 1 տարի անց այսօրվա դրությամբ ոչ մի ավարտուն շենք չկա։ Այս պահին երկրում պիտի կառուցված լիներ 1058 գումարած այդ 600 բնակելի մեծ շենքերը, բայց այս դրությամբ ունենք ընդամենը 273 շենք, կիսակառույց։ Պատկերացնում եք այդքան մարդուն ներգրավելով։ Նշեմ, որ այդ որոշումը կայացվեց եւ Ստալինը թույլ տվեց, որ հայրենադարձվեն ներում։ Իդեպ ասեմ, որ դա մենակ մեզ չէր վերաբերվում, ռուսներին էլ էր վերաբերվում եւ ուկրաինացիներին, բայց մեր խնդիրն է հետաքրքրում։ Ստալին պայման էր դրել։ Երկու պայման։ Բոլորը պետք է հրաժարվեն կուսակցականությունից եւ կրոնական համոզմունքներից։ Իսկ կաթոլիկ եկեղեցու մասին հատուկ հրապարակում է եղել, որ կաթոլիկ հայ եկեղեցին կարող է գալ Հայաստան մեկ պայմանով, որ խզի հպատակության կապը Սուրբ Աթոռ Վատիկանից։ Կարդինալը հենց այս նախադասությունը կարդալով հասկացավ, որ ինքը մշտապես վտարանդի ու գաղթական է լինելու։ Քանի այդ երկիրը կա։ Շարունակում եմ մի բանի ապացույց, որը կասեմ, թե ինչու եմ ասում։ 46 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Կենտրոնի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը Ստալինի զեկույցում գրել է. բնակարանների պակասի պատճառով ժամանողներին հաճախ տեղավորվում են բնակության համար ոչ պիտանի շինություններում, ինչը առաջ է բերում արդարացի դժգոհություն։ Հազարավոր ընտանիքներին ստիպված են տեղավորել սոխորներում, կոլխորներում, նկատի ունի գոմերում։ Իսկ կարդինալ Աղաջանյանի ասածը, որի համար Իրան էլ հակասովետական է, ընդամենը այն էր, որ դեռ ժամանակավրեպ է հայրենադարձվելը, որովհետև այն նկարագրությունները, որ դրախտ է, համեցեք բոլորը, ցավոք իմ տվյալներով, իր տվյալներով, չեն համապատասխանում իրականությանը եւ ցավոք մի քանի ամիս հետո վախենամ, թե մեր
այս առանցնել փոքր թվով ազգը սկսի տարապել արդեն Սիբիրներում, քանի որ մենք արտասահմանցիներ են գնացողները որևէ երկրի լրտեսի պիտակով կարող են հայտնվել Սիբիրներում։ Ցավոք այդպես էլ եղավ շատ շատերը։ Իսկ որոշ ժամանակ անց եւ վերջապես թույլատրեցին, որ գոնե հետ գնան։ Հիշենք, 3 ազգի թույլատրեցին, հայերն էին գնում, գերմանացիները եւ հրեաները։ Բայց ողբերգությունը նրանում էր, որ գերմանացին գնում էր իր հայրենիք, հրեան գնում էր իր հայրենիք, հայը գնում էր հայրենիքից։ Այդ հիասթափության վտանգ կար միշտ։ Այսքանը ինչու ասեցի, որովհետև իր հովվական թղթում գրած այդ տողից սկսեցին համարել հակասովետական։ Կարծում եմ, որ բոլորս համաձայն ենք խիստ ինֆորմացիա ունեցող հովվապետի հետ 46-ի իր հայտարարության հետ։ Հիմա մի դերվակ կա, որ հիմա մենք միասին կնայենք։ Կարդինալ Աղաջանյանն է տիեզերական ճանաչողության հզոր անհատականություն, եթե կոպիտ վերցնենք աշխարհում, որպես պաշտոն, ինձ թվում է աշխարհի ամենաբարձր պաշտոն ունեցած հայն է, Վատիկանի Սուրբ Աթոռի հավատի տարածման Սուրբ Ժողովի նախագահ, Պապից հետո առաջին մարդը, 12 տարի աշխարհը այդպես էլ ընդունել է, Պապը Վատիկանի ներսում է, ինքը դուրս է գալի ներկայացնում է Պապին։ 12 տարի աշխարհի որ երկրում օդանավակայանում էլ իջել է, մեծավ մասամբ դիմավորող է եղել է երկրի առաջի դեմքը։ Այնպիսի կադրեր կան, որ միայն ինքը գնում է իր խմբով Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ուգանդա, Վիետնամի կռիվների շրջանում, երկու կորեաների արանքում, Թայվան, Չինաստան, ամեն տեղ, Հնդկաստան հատկապես, միլիոն եւ ավելի մարդ գալիս են լսելու կարդինալ Աղաջանյանին, ծիրանավոր կարդինալին։ Եվ որ մահանում է 1971 թվականի մայիսի 16-ին, եւ ինքը խնդրում է, որ իրեն թաղեն ոչ թե Վատիկանում, որտեղ պետք է որ ընդունված էր, որ ինքը պետք է ընդեղ ննջեր, այլ իր Լևոնյան վարժարանին կից հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Պապը թեթև վրդովում է, որ իր տեղը տեղ չէ, ինքը միշտ վարժարանում է մնացել, լինելով այդ բարձր պաշտոնին, ոչ թե Վատիկանի ներսում, հիմա էլ ուզում է, որ հայկական եկեղեցում թաղվի, ինչևէ, հաշվի առնելով նրա հեղինակությունը, որոշում են թաղումը 5 օր հետո անել։ Եվ առաջին 3 օրը մնալու է հայկական եկեղեցում։ Երկրորդ օրվա վերջին 40-ից մոտ 50 քանի ժամ մահից անց երիտասարդ աբեղան հերթապահում է։ Այնտեղ սաներին, աբեղաններին, որ ավարտում են, ասենք, Լևոնյան վարժարանը, ընդունում են Ուրբանյան համալսարան, այդ հզոր համալսարանը, սաները հերթապահում են գիշերը դիակի մոտ։ Եվ մի երիտասարդ աբեղա, հետո կասեմ ով էր ինքը, գիշերը հանկարծ ուշադիր նայում է դեմքին ու սասապած վազում վանահոր մոտ խնդրում է, որ նա էլ տեսնի։ Վանահորը տեսնելով կարդինալի դեմքը, զանգում է անձնական բժիշկին, հայտնի այդ ժամանակ որոշ ժամանակահատված այդ բժիշկը նաև
երկրի պրեզիդենտի անձնական բժիշկներ, դոկտոր Մկրտիչ Չեբոյանը գալիս է Վատիկանի բժիշկին է կանչում, հետո կարդինալ Ռոսին է գալիս գիշերը ու աբեղային կանչում են, ասում են այն ինչ դու տեսար եկեղեցու պատերից դուրս ոչ մի տեղ չպետք է խոսես։ Ինչ էին տեսել։ Բժիշկն ասում է, որ բժշկական ոչ մի բացատրություն չկա այն ինչ կատարվել է մարմնի հետ։ Ձեռքը, ճակատը, դեմքը լրիվ քրտնած 50 եւ քանի ժամ ավել մահացած մարդուն։ Մաքրում են ու ասում, դա 71 թվի 1971 թվի մայիսի 19-ին, մայիսի 3 օր անց 53 տարի հետո եւ սկսվում է նաեւ կարդինալի սրբազացման գործընթացը իր կտակի համաձայն նախանցյալ տարի սեպտեմբերին 2024 թվի արդեն մեր օրերին որոշում կայացվում է պապի թույլտվությամբ իր կտակի համաձայն 50 տարին լրացել է ուզում է որ իր աչյունը տեղափոխվի զմար վանք Բեյրութ որտեղ ինքը 25 տարի եղել է Կիլիկոտյան կաթողիկոս եկեղեցու պատրիարք կաթողիկոս մինչև 62 թվականը Եվ այն աբեղան, որ տեսել էր քրտնած 53 տարի առաջ 53 տարի հետո կանգնած եւ բացում են պրոտոկոլով ուրեմն պիտի փակ դագաղի մեջ տնեն նոր որ տեղափոխեն երբ բացում են այն 53 տարի առաջվա աբեղան տեսնում է որ 53 տարի առաջ ինչպես տեսել էր այս մարդը նույն վիճակին է Այդ աբեղան այսօր հայոց կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանն է, որը հիմա գործում է։ Ու արդեն պրոտոկոլը փոխում են։ Ոչ միայն բաց դագաղով են տանում, այլ ապակ է, որովհետև 53 տարի մարմինը չի կարող նույն թևով մնալ։ Որտեղ կարդինալը պապի ներկայացուցիչ ասում է ձեռք չտակ, որովհետև դա փոշի է, չէ՞։ Մնացել է ինքը, բայց դա փոշի է, կպչեք, իսկ երբ շարժում են, տեսնում են, որ ոնց որ երեք ունի մահացած, ոչ մի փոփոխություն։ Հիմա մենք կնայենք այդ կադրերը, Ինչպես են ապակե դագաղում, տեղափոխում Բեյրութ և կազմակերպում այդ հզոր մարդու թաղումը շատ մեծ կազմակերպված ամբողջ պետական մարմիններն են, բոլոր կուսակցություններն են, ամեն ինչ մի կողմ դրած Հայկարդինալի Պետրոս 15-րդ Ալաջանյան կաթողիկոս պատրիարքին մարմինը 53 տարի հեռու մնալ է և տեղափոխվեցավ Բեյրութ անոր գդակին համաձայն։ بهالمناسبة بحب أقول مبروك إذن مش نهاور هايرين عايز مجتمع منايتو يبس مكسوركي ميركوب كينوننالو مرتابات كنابلي ياميابنين مينك كريستونيانر سويسي يبهابات كيزاوانكنين مجتمع ميابورلي أمروش ليبانانا وزام أيتاماخنبو مكشاروناكبي يب إيبرچو نخاقات كنترنك 2022 թվականին Կաթողիկե եկեղեցին սկսավ պատրիարքի երանացման և սրբատացման թատը։ 2024-ի փետրվարին ավարտեցավ անոր ամփոփ մարմնի կանոնական հետազոտությունը և վավերականությունը, ինչպես նաև լավ պահպանված վիճակը, որ կարևոր է սրբատացման թատի համար։
Պաշտոնական հանդիսությունը նախագահեց Դանան Գիլիգիո կաթողիկե հայոց Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը մասնակցությամբ pedagogan, գրոնական, քաղաքական եւ հասարակական գործիչներու ու Լիբանանի բոլոր համայնքներու ներկայացուցիչներուն Կարդինալ Աղաջանյանը Ջավախի ծնունդ Հայաստանի զավակ եւ համայն քրիստոնեական զարա հոգեգորականն է որ այն հասվակույն հայ կաթողիկե հոգեգորականները նեղած է որ ասած է գարդինալության ասիժանին եւ եղած է բադրիարք Դանան Գիլիգիո բադրիարքության Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյան 1937-ին 1962 գծարայ հայ կաթողիկե եկեղեցվո իբրև կաթողիկոս պատրիարք, ապա հրոմ տեղափոխվելով իբրև նախագահ հավատո դարացման ժողովին գայցել է աշխարհի 4 ծագերը անվարան ծառայելով ընդհանրական եւ արաքելական սուրբ եկեղեցվո Ըստ դարբեր աղբյուրներու Աղաջանյանը երկու անգամ առաջադրված է բաբության, սակայն հրոմի բաբ չէ դարձած Հիվանդության պատճառով գհրաժարի կարդինալի պաշտոնեն ու գվախչանի 2 տարի անց هيدي اللحظة كل اللي انقال اليوم չկան զգացմունքներ, որ կարող են նկարագրել այս պահը։ Այսօր ինչ ասվեց, մեկ բառով կարելի է նկարագրել որպես Աստծոսերը։ Աստծոսերն այս հողի, արևելքի եւ այս ժողովրդի հանդեպ։ Աստված մեզ իր նշաններով ասում է՝ մի վախեցեք։ Մենք մեր հավատքով սպասում ենք այդ նշաններին։ Այսօր տեսանք մարմնացած մի նշան։ Գարդինալը մեծ ներդրում ունեցած է Լիբանանի հասարակական կյանքին մեջ։ Անգարուցել դված է Սուրբ Պրգիչ եկեղեցին, Մեսրոբյան վարժարանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Եղիա Աթորանիստ եկեղեցին եւ այլ հոգեվոր, բժշկական ու գրթական բազմաթիվ հաստատություններ։ Նույն դպավորությունները պետք է լինեն, ինչ որ ամբողջ աշխարհը բոլորս միասին պետք է զգան, որ մի հայ ամբողջ աշխարհը շարժած է եւ կշարունակի իր մահուց հետո շարունակեն նաև հետաքրքրել բոլոր մարդկությունը եւ սրբության եւ խոնարհության Հանդիսության ժամանակ Լիբանանյան ազգային եւ հայկական հոգեվոր երաժշտություններով հանդես եկավ Լիբանանյան բանակի նվատախումբը ցայնակցությամբ Լայալ Նամեի Այսօր բոլորս համար պատմական օր է ոչ թե միայն հայերուս համար, այլ ամբողջ Լիբանանի համար, որովհետեւ ասի մեզ նոր կյանք մտավ, նոր ուժ մը որպեսզի վերցին մեր կյանքը նորոգենք եւ ուսամոր խաղաղությունը գտրա ամբողջ աշխարհի վրա։ Հանդիսավոր առողջության ավարտին Գարդինալի անխուտ մարմինը թափորով տեղափոխվեցավ եւ ամփոփվեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Սուրբ Եղիա Աթորանիստ եկեղեցու մեջ գտնվող նորագարույց շիրիմին մեջ Գարդինալ Աղաջանյանի գերբարը ներկայ է լիբանանցիներու սրդերուն մեջ իր համեստությամբ, ինչպես նաև հայության ու եկեղեցու հանդեպ անսահման սիրով։ Ֆաթիլ Մգրդիչյան, Լուրեր, Լիբանան։ Իհարկե հասկանալի է, որ ես վեպի բովանդակությունը չեմ պատմի ձեզ։ Այնպես ստացվեց, որ այսօր առավոտյան ժամը 11-ին ես վեպն ավարտեցի։ Բայց ծերագիր, ես պատեմ գիտեք, որ ծերագիր եմ գրում և զուգահեռ շարժվում է, ենթադրում եմ, որ բավականին մեծ տպականակ պետք է լինի նորից, երևի գիտեք, որ բոլոր վեպերը 3000 օրինակից են տպագրվել, բայց կարծում եմ, որ սա շատ ավելի մեծ տպականակ պետք է լինի, որովհետև արդեն 880 հատ գրքի պատվերն են, որ տպարանից են տանելու, ոչ խանութները։ Հետաքրքրությունը բավականին մեծ է։ Ես կարևոր մարդու ժամանակի մեջ, ընդհանրապես մարդուն պետք է տվյալ ժամանակաշրջանի մեջ տվյալ իրավիճակում գնահատես։ Հեշտ է 50 տարի հետո բարձին գլուխը դրած ասես ես ճիշտ էր, ես սխալ էր։ Բայց ես չեմ հանդիպել իր մասշտաբներով այսքան աշխարհագրական իմաստով նաև մասշտաբներով այսքան հզոր անձնավորություն եւ հայ, որ հայության համար արել է։ Ու վեպը ես չեմ գրել իրեն ներկայացնելու համար։ Այդ վեպը, որտեղ ինքը խոսում է,
այսօրվա համար է, այսօրվա ծրագրի համար, մեր անելիքի մասին է։ Խիստ այսօրվա մեր շատ հարցերի պատասխաններ կարող եք լսել գրքի մեջ 50 տարի առաջվա ասած խոսք։ Մի բան ասեմ, երբ որպեսի պատկերացնեք տեսակը այս մարդուն, երբ ընտրվում է կաթողիկոս, սինոդում Հռոմում, եւ պետք է գնա Բեյրութ, ինչպես մեր առաքելական եկեղեցին է Կիլիկիոտան, այդպես էլ կաթողիկ եկեղեցին է Կիլիկիոտան, էլի Բեյրութում։ Ու իր ձեռքի տակ է հայտնվում այդ չարաբաստիկ փաստաթղթերը, որ Թուրքիան դեռևս ինքը դեռևս 36 թվականից Թուրքիան սկսել է այդ process-ը, բայց ավարտին է հասցրել 39-ին, որ Սիրիայից խլի 8000 քառակուսի տարածքով Ալեքսանդրեցի սանջակը, այդ մեծ նահանգը, դա մեր իմացած Մուսալերից սկսվում է մինչև Լատակիա, որը սիրիական հողեր են։ Խնդիրը ամբողջությամբ նրանում էր, որ չկար ՄԱԿ-ը, Միավորված ազգերի կազմակերպությունը, ազգերի լիգան էր թույլ, իսկ ազգերի լիգան Սիրիայի եւ Լիբանանի մանդատը տվել էր Ֆրանսիային։ Այսինքն Ֆրանսիան կոպիտ ասած պապաներ եւ Թուրքիան իր հաստերը լուծեց Ֆրանսիայի միջոցով, շրջանցելով ազգերի լիգան։ Ինչքանով էր մեզ հետաքրում Ալեքսանդրեցի այս սանջակը, այդ մեծ տարածությունները, որ Սիրիայից ուզում է խլել։ Այնտեղ էլ գտնվում հայկական գյուղաքաղաքը մեր Քեսապ, որ այդ պահին ես շատ քրքրեցի եւ ինձ Լատակիայից էլ ուղարկեցին տվյալներ։ Ասեմ, որ շատ շնորհակալ եմ, հատկապես Մխիթարյանները Վիեննայում ինձ շատ են աջակցել, Բեյրութում Զամար եկեղեցին Մատենադարանի տնօրենը հայտնարեկը, Պատրիարք կաթողիկոսը, որ դեռ 9 հարցի պետք է պատասխանի սպասում եմ, Մխիթարյանները Սիրիայից կարևոր հաստատություն ստացա։ Ամբողջ խնդիրը այն է, որ այդ տարածքում էր գտնվում Թուրքիայի աչքի այն, որ ուզում էր խլի, նաև Քեսաբը, իր 9 հայկական գյուղերով։ Իսկ Քեսաբում այդ պահին, որ ես չէի հավատում, դրա համար հարցում արի Քեսաբ, բացեց, որ իսկապես այդ տվյալը ընդհանրապես ճիշտ է, 35,000 պակիստանական հայեր կուտակված են եղել այդ ժամանակ։ Եւ ձեռքից կա, այսինքն Թուրքիան հենց ստորագրում է, Թուրքիան զորքերը մտցնում է։ Այսինքն 1937 թվերին նորից կոտորածներ կամ նորից տեղահանություններ այդքան հազար հայերի։ Եվ չի գնում իր կաթողիկոսավայրը, այլ մտնում է պապի մոտ, գիտեք, որ կաթողիկ եկեղեցում ճյուղն է մեր Սուրբ Աթոռի եւ Հռոմի պապին ասում է, ես չեմ գնա կաթողիկոս, ես չեմ ուզում, երկրորդ կոտորած։ Ասում ոչ մեկը չի կարող, ասում մենք կարող ենք ինքը պատրաստի նյութը ձեռքին, որ պապը ստորագրի, որ պապը կարողանա խառնվել այդ գործին, կարճ, փակեմ։ 39 թվին Թուրքիային տվեցին այդ ամբողջ տարածքները, բայց քարտեզում կտրած Սիրիային մնաց Քեսաբը իր 9 գյուղերով։ Մնացած ամբողջը գնաց Թուրքիային։ Մինչև այսօր այդ տարածքը սիրիական է։ Մտածում էին պապն է, որ
ազգերի լիգա եւ Ֆրանսիային ստիպել, որպեսզի այդ հողերը, որտեղ հայերն են, Սիրիայի մնա, որ ապահով լինեն։ Դա 39 թվին Թուրքիան չէր կարող այդ պահին Պապին դեմ ինչ-որ բան անել։ Ինչևէ 15 տարի հետո Թուրքիան իմացավ, որ դա արել է մի մարդ, ոչ թե Հռոմի Պապը։ Որովհետև 15 տարի հետո Սիրիայի նախագահը արդեն կարդինալ Աղաջանյանին հրավիրում է Դամասկոս եւ տալիս պետության բարձրագույն պարգևը իր սահմանները անխախտ պահելու համար։ Բայց այսպիսի մարդու մասին չպետք է գրվի, դա իր առաջին մեծ քայլն է։ Պատմության մեջ մենք գիտենք, որ երկար տարիներ արգելում էին մեզ նույնիսկ ցեղասպանությունից խոսել Հայաստանում սովետական։ Եվ մինչև 65 թվին, երբ շարժումը սկսվեց եւ այս մեր համալիրը, մինչև այդ ոչ թե արգելում են, այլ լռում էին ամեն տեղ, որովհետև Թուրքիան աշխատում է տակից, ներքից։ Առաջին ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը կառուցվել է 39 թվականի ապրիլի 23-ին Բեյրութում կարդինալ չէր դեռ կաթողիկոս Աղաջանյանի շնորհիվ։ Բավական հակասական բաներ կային մեր եկեղեցու հետ կապված։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Ես հայ քրիստոնյա եմ, ոչ որևէ կապ չունեմ, ասենք, մյուս ուղղության հետ։ Վեպում չկա որևէ բան, որ կարծած ես վերցրել եմ որպես անհատականություն, ոչ թե որպես կաթոլիկ քարոզողի։ Ուզում եմ ճիշտ ասել, մեր եկեղեցուն շատ բարձր եմ պահել եմ։ Այնտեղ շատ բաներ կար, որը ես չեմ դերել, որտեղ նվաստացնող բաներ էլ կան։ Այս KGB-ն ամեն ինչի է գիտը խոթել։ Այնպես մի դրվագ միայն կասեմ, թե ինչեր կարող են անել հատուկ ծառայությունները։ Այս դրվագի համար մի ամիս ոչ մի բան չեմ գրել, մինչև ստանայի այդ կոնկրետ տեղից այս մասին։ Ուրեմն 56 թվականին Դաշնակցության մեր եկեղեցուն դեմ դուրս գալու արդյունքում անջատվեց, չէ, Կիլիկո թևը եւ կաթողիկոս դարձավ Զարեն սրբազանը։ Այդ պահից սկսած Հյուսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա, Կանադա, ԱՄՆ հայոց բոլոր եկեղեցիները ուզեցան մեր մյուս թևը իրենցով անի, որպեսզի կաթողիկոսը Վազգեն առաջինը ամենայն հայոց միայն եկեղեցում նստի, սովետ ուրիշ եկեղեցի չունենք։ Եվ ես ունեմ նամակի կոպիաներ կար, ոչ թե սղագրած Խրուշչովի նամակը Վազգեն առաջինի, որ աչակցեն, որպեսզի կարողանա գնա 58 թվի սկզբից գնա Հյուսային Ամերիկայից մինչև հարավային բոլոր թեմերում հանդիպի, որպեսզի Սուրբ Էջմիածնին մնան այդ թեմերը, ոչ թե Անտիլիասին։ Այն ժամանակ շատ լարված էր, այն ժամանակ խայտարակ լարված էր։ Ես ուրիշ բառեր չեմ ուզում օգտագործել։ 2 տարի իսկապես եւ Կրեմլը եւ KGB-ն ամեն ինչ արել են աջակցելու համար Վազգեն առաջինին Ամերիկա գնալուն, համարելով, որ իրենց ինքը սովետական տարածքում է, բերն ինքն է, այնտեղ որ դաշնակներն են սովետի դեմ են, թույլ չտանք, բայց անհնար է եղել անընդհատ
այնքան նամակների տարապներ կան կարծիքների, ԱՄՆ-ի թեմի առաջնորդները մեր գրում են աննպատակահարմար է այսօր ձեր գալը, որովհետև Միացյալ Նահանգներում շատ վատ են ընդունել։ Խնդիրը նրանում է, որ հասցրել են դաշնակները մեծ կապերի շնորհիվ Զարե կաթողիկոսին մտցնեն պրեզիդենտ Էյզենհաուերի կաբինետ։ Իսկ Էյզենհաուրն ասում է, քանի կաթողիկոսում եք, ես մեկին ընդունել եմ։ Եվ իհարկե ցերուն նայո հատուկ կարգադրություն այդ բոլոր փաստաթղթերը կան։ Այնպես են արել, որ եթե հանկարծ Վազգեն առաջինը իջներ Միացյալ Նահանգներում օդանավակայանից, ամենտեղ հակասովետական բողոքի ակցիաներ պետք է լինեին, չթողային, որ ժողովրդի շուրջը համախմբվի։ Դրա համար մերոնք Վազգենի կողմնակիցները գրում էին, որ հիմա դեռ նպատակահարմար չէ տ. Ես ինչու ես կաննասի։ Բայց KGB-ն ուղիղ աշխատացնում է։ Մի այնպիսի կոմբինացիա ես սիբի չէի հասկանում ես ինչի համար։ Միջև որ ստացա պատասխանները ոնց անեն, որ իսկապես աչակցեն ու Վազգեն առաջինը գնա։ Իրենք չեն կարող։ Խսամ KGB-ի այդ ժամանակվա խոսքը արդեն 59 թվի մասին։ Պետանվտանգության գեներալ լեյտենանտ այսինչը զանգում է ռանգահարում է ուրեմն ԽՍՀՄ մինիստրների խորհրդին կից կրոնի գործերով կառավարիչ այդպես չի կոչվում էլի կամոդո կառավարիչի իդեպ ասեմ որ Վազգեն առաջինի վիճակը այնպիսին է սովետական ռեժիմի մեջ որ եւ որ Խրուշչովի նամակը առաջ երթին գնում է Հայաստանի մինիստրների խորհրդի սովետին կից կրոնի գործերով կառավարիչի նա որոշում ուղարկի թե չուղարկի Խրուշչովին իսկ երբ ուղարկում է նամակը Խրուշչովին չի բնականաբար ուղարկում այլ ԽՍՀՄ մինիստրների խորհրդին կից կրոնի գործերով Պուզովը պետք է որոշի եւ այսպես այդ ինչ բոլոր ձևերով ոչ մի կերպ ոչ արտգործ Միկոյանն էլ է տարանքում գնաց եւ հանդիպեց ընդեղի մեծ Սիոն Մանուկյան թեմի առաջնորդին, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև Ամերիկան շատ ագրեսիվ է տրամադրած մեծ կաթողիկոսի նկատմամբ։ Ներքին տվյալները թույլ չեն տալի, որ նա գնա։ Եվ զանգում է գեներալ լեյտենանտը Պուզովի, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի ուրեմն կրոնի գործերով եւ հավատալիքների sense մի քիչ երկար է Պուզովին եւ ասում որ ես վաղ առավոտը ժամը 10-ին լինելու եմ քո կաբինետում։ Նա շշում է, իսկ ինչ արել որ չի կարծում այլ ինքն է գալի։ Եվ ասում են որ այդտեղ կգա նաեւ արտաքին գործերի նախարարության եվրոպական բաժնի պետ Համազած Փարությունյանը։ ԽՍՀՄ Երբ առավոտյան ուրեմն երեքով հանդիպում են, ասում է Ես ուրիշ բան չեմ պատմում, այս դերվագն եմ միայն ասում, որ դուք պատկերացնեք նախ այդ այցի կարևորությունը պետության համար եւ KGB-ի դերը նաեւ, որ ասում է մեր կառույցը պետամտանության այս սենյակից դուրս էլ ոչինչ չի անելու։ Մենք մի հատ օպերացիա ենք սկսում, մենք մեր գործը ստեղ ավարտում ենք։ Մերանուն չպետք է լինի։ Հատուկ պլանամշակված, որպեսզի հայոց կաթողիկոսը գնա Ամերիկա։ Մենք երկար ենք ուսումնասիրել եւ այլն եւ այլն։ Ու ասում եմ, որ շուտով ուրեմն օգոստոսի կարծեմ 5-ից 8-ը Վիեննայում տեղի է ունենալու բիոքիմիայի միջազգային մեծ կոնֆերանս բիոքիմիայի Վիեննայում որին Սովետ միությունից մասնակցելու են ակադեմիկոս Բունյատյանն ու Նորայր Սիսակյանը, աշխարհահռչակ բիոքիմիկ ակադեմիկոսներ։ Frank, բայց դա ինչ կապ ունի Վազգենի գնալու հետ։ Սրանց կոմբինացիան նայեք։
ու ասում է նրանք գալու են արտգործնախարարություն, որ այդ կնիքները, փաստաթղթերը սարքեք Սովետ Միության անունից, հայ ժողովրդի կամ եկեղեցու կողմից։ Այդ երկու գիտնականներին մի խնդրանք է ունենում։ Ամսի 5-ին եւ 8-ից 8-ը այդ 3-4 օրը նրանք Գյուղի միջազգային այդ կոնֆերանսին են լինելու։ Բայց ամսի 7-ին այդ արանքում կարդինալ Աղաջանյանը Սուրբ Վալենտինի տնտեսիչ արդիվ գալու է Մխիթարյանների Սուրբ Մարիամ եկեղեցում պատարակ տա, հաջորդ օրը հետ գնա։ Այս երկուսին խնդրում եք, որ նա arciepiskopos ուրեմն Մեսրոպ Ապոզյանին հանդիպի նախորոք, խնդրեն, որ դուք մեր ակադեմիկոսները հանդիպեն կարդինալ Աղաջանյանին եւ խնդրեն, որ նա աչակցի, որպեսզի Վազգեն առաջինը կարողանա գնա Ամերիկա։ Երկուսն են շշմած զարմացած ասում են, ոնց, բանա մեր թշնամին չի, նա հակասովետական չի, նա չի անի։ Գեներալն ասում է, նա հակասովետական է, որովհետև մենք ենք ուզեցել, որ դուք այդպես մտածեք, նա մեծ հայ է, նա կօգնի։ Ասում հետո գկայլա, ասում է, մենք տվյալներ ունենք, դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պրեզիդենտ Էյզենհաուերը գալու է հանդիպի Հռոմի պապի հետ։ Աղաջանյանը պապի միջոցով պատին պետք է դեմ տա Էյզենհաուերին, որ լրիվ իրավիճակը Ամերիկայում փոխվի, որպեսզի գնա, բայց Հռոմի պապը ծանր հիվանդ է, ու շատ հնարավոր է դեկտեմբերի 1-ին ուրիշ պապը լինի։ Եվ շատ հնարավոր է, որ այդ ուրիշ պապը հենց Աղաջանյանը լինի։ Իսկ եթե նա էլ չլինի, նրա ազդեցությունն այնքան է, որ այդ պրոցեսը կարող է գնալ։ Պատկերացնում եք սրանց ֆինտուկուլուչկեն, բայց այնպես պետք է լինի, որ հանկարծ կարդինալը չիմանա, որ KGB-ի մատը խառն ատեղ։ Տակին է, որ պապը մահացավ, նոր պապը շատ թունդ ընդրություններում հաղթեց Հովհաննես 23-րդ ոչ թե Աղաջանյանը, հետո պապը խոստովանեց, որ Սիսեղի հատիկի պես եփ էին գալի, մեկ իմ ձայներն էին շատ, մեկ ուրեմն այդ հայտնի խոսք է դե ամենտեղ կա։ Հա, ինչևէ, բայց պապի մոտ մի տարի նույնիսկ ԱՄՆ-ի պրեզիդենտը պետք է երթագրվի։ Եվ մյուս տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի պրեզիդենտ Էյզենհաուերը Հռոմում ընդունելություն ագտնում պապի մոտ, հետո վերադառնում Միացյալ Նահանգներ։ Մնացածը գրքում կա, թե ինչ կարգադրություններ է իջեցնում այնտեղ է ինչպես է շատ սահում մեր կաթողիկոսը մեկնում Ամերիկա։ Մարդու այս տեսակը, որ Աղաջանյանն մեզ պակասում այսօր, որ եւ ասում են, բայց բանը չգիտեմ, ախր դուք այս գործողությունը դուք եք արել, իսկ Հայաստանում ձեզ վատն է, չգիտեն, ասում են, բայց ինչ կարևոր է արալ, որ իմանան։ Կարևոր է մեր նպատակն էս բանը անել, արել ենք։ Ինչ կարևոր է ինչ-որ մեկը իմանա մերոն կամ ուրիշը։ Ու այդ մարդու տեսակ, այդ մարդու գաղափարները, ինչու չեն մարդուն հանդուրժել, որտեվ այս բաժակի մասին ինքը ուրիշ կարծիք ունի, քան դու։ Այս իրադարձությանը այլ մոտեցում ունի, քան դու։ Թվում էր, որ վեպը հոգևորականի մասին է, շատ մեծ հոգևորականի մասին, որ 12 տարի աշխարհը շրջում էր, որպես Վատիկանի պապից հետո առաջի դեմք։ Հանգիստ, սիրո, հավատի, Աստծո
նկատմամբ, հավատի նկատմամբ, հանգիստ կյանք պետք է ապրի։ Բայց այս վեպը մի խայտարակ դետեկտիվ է։ Նույնիսկ գրելու ընթացքում երկու բան բացահայտում ինձ համար արեցի, հետո ոչ միտեղ չգտա դա, բայց եւ որ համադրեցի, տեսա, որ այսինչ կարդինալը սպանվել է կոնկլավի օրը առավոտյան։ Իսկ այդ սպանության մասին բոլորովին մի ուրիշ է գրած, ոչ կոնկլավի հետ կապ չունեցող։ Խոսքը Էդվարդ Մոնեի մասին է, Ամերիկայի ուրեմն կարդինալը, երբ որ քիչ էր մնում, պատմության մեջ գրված է, մեր եւ ամբասադի պես, եւ իրական նման կա, որ Չերսո Կոնստանտինին, որը պետք է ներկայացներ կարդինալ շատ հարգված, պետք է ներկայացներ տեխնացությունը Աղաջանյանի, հանկարծ մահանում է։ Ու ենթադրում են թունավորում եւ այլը ապացուցված չի, որ հստակ ասես։ Բայց նա մայից առաջ նամակ է գրում բոլորին, որ ապացուցում էր, որ ամենաճիշտը Աղաջանյանի ընտրությունն է, բայց Աղաջանյանին ասում է, որ ի փոխարեն քեզ քո տեխնացությունը կառաջադրի Էդվարդ Մոնեի Ամերիկայի։ Այդքանն է, մենակ այդքան են գիտեի Մոնեի մասին, որ նա պետք է ներկայացնի, դե որ նա պետք է ներկայացնի, ես վեպում ոչ մի տող չեմ գրել, թե ինչ է կատարվել կոնկլավի ներսում, որովհետև 100% ոչինչ չկա, չունեմ։ Ու որտեղ որ ասենք վստահելի աղբյուրներով նշում են, որ այսինչ բան, այսինչ ժամանակ ասել, դրանք ենթադրություններ են գոտավոր, բայց որ ես սկսեցի փնտրել Մոնեի։ Լավ, այս մարդը որտեղ է։ Դրանք ոնց ես չգիտեմ դեռ ինքը ներկայացրել է թե չէ, մեկ էլ հանկարծ տեսնում եմ ինձ օգնեցին իհարկե, որ այս մարդը կոնկլավի սկսելուց 2 ժամ առաջ է մեռել։ Իրանում ոչ մի տեղ չկա, ինչու պետք է մեռներ 2 ժամ առաջ։ Ու սկսեցի գրելը թողի, սկսեցի հետաքրվել։ Այսինքն նժարին շատ բան է դրվել, որ հանկարծ հայ կարդինալը Հռոմի պապ չդառնա ու դա էցերու մասոնական պի երկու հայտնի լոժայի հայտնի կազմակերպությունը Սիֆարը, որը հանձնարարություն էր կատարում հիմնական ցերուի, այսինքն խոշոր երկրների շահերը ինչու չէր բռնում մեր կարդինալի շահերի հետ։ Ինքը գեղեցկական վեպ է։ Բայց այս Հռոմի պապը ընտրվում է, բայց եկեք համաձայնենք, որ շատ դեպքերում որոշումներ ինքնուրույն է կայացնում պապը, այսինքն մարդու անհատականությունից, տեսակից, բնույթից շատ բան է կախված։ Աղաջանյանի տեսակը իրանց պետք չէր, նաև այդ բաղով եմ ասում, ես վերջացրի։ Մենք ես 700-800 տեղանություն նորից կնշենք, ոտքի վրա մի մասս հուսով եմ և կարծում եմ, որ չեք հիասթափվի ինձանից ես մի գրքով։ Շատ շնորհակալ եմ, ինձ մեծ լիցք տվողը իմ ընթերցողն է։ Այսօր 100-ից ավելի հարց եմ տեղ, որ ես պատասխանեմ։ Բայց կարևորը այն էր, որ ես ես տեսա, հանդիպեցի, հիմի դե ինձ կայու եք, ասեք այսօր էր կանչել, չգիտեմ։ Շնորհակալություն։